կա միացրած այն մոտ։ Իմ մոտ էլ է միացրած։ Հիմա Նայ, ահա, օքեյ։ ինչի համար ենք այս սաղ նկարում, ինչ ես մտածել։ Ջան, իրականում ուլտրայում մենք ինչ որ անում ենք, օքեյ, լավ է, սիրուն է, հետաքրքիր է, բավականին շատ դրական օձիգներ ենք ստանում։ Պարագայում խոսքը Instagram-ի մասին է, ոչ մնացած հարթակների։ Ինձ համար կարևոր մի քանի բաներ կան, որ շատ պակաս են Instagram-ում։ Օրինակ, ամենաառաջինը, չկա live format-ի ինչ-որ բան, այսինքն իրական չէ, Ultra People-ը օքեյ, Ultra People-ը առանձին age-ա, որտեղ որ մենք մեր թիմով հավես ինչ-որ վիդեոներ ենք անում, բայց խոսքը ավելի շատ մասնագիտական մասով է։ Кейսերը, հա, ու չկա ինչ-որ չեմ ուզում ասեմ հումորային, որտեվ չեմ ուզում որ հումոր լինի։ Պրոստը ժամանցային ինչ որ հետաքրքիր որ մարդիկ նայելուց կստանան եւ ինֆորմացիա եւ ինֆորմացիա ստանալու հետ մեկտեղ կապահովենք իրենց ժամանցային մասը։ Ու այս ամեն ինչը լրացնելու համար ես ինչ եմ պատկերացնում, որ մեզ պետքա live content ցույց տալ առանց բարդ մոնտաժների, այն որ երկար մտածում ենք, սցենար ենք կազմում, տեղ ենք ընտրում, չգիտեմ, հստակ ինչ որ ռասկադրովկա ենք անում, դաժե շատ ժամանակ նոր գնում նկարում ենք, ճիշտ է։ Ultra-ի brand-ը, Ultra-ի պրոյեկտներից մեկը։ VF-ը։ Ահա, VF-ը։ Օրինակ մենք որ գնում ենք VF-ը նկարելու, չէ՞, VF-ը ամենահավեսներից նամանավա։ Ամենահիններից։ Հա, ու ամենահիններից Վիգեն ջան, այլուս որ կնայես։ Մի խոսքով, մենք ինչ ենք անում, օրինակ մենք գնում ենք Վիգենի մոտ նկարահանման, ամենապարզ բաներից մեկը, որ ամեն ամիս դա կատարվում է, անգամ ամիսը մի քանի անգամ, ինչ է տեղի ունենում, մենք թիմով քննարկում ենք իրականացնում, ինչ պետք է նկարենք, հա, կապվում ենք Վիգենի հետ, Ֆիոնայի հետ, մենք այդ մտքերը իրանց ասում ենք, քննարկում ենք ընդհանուր, որը հիմնականում լինում է on-line ձևաչափով, քննարկումից հետո հաստատվում է, մենք գնում ենք Վիգենի օծանելիքի սրա նկարելու այդ ամեն ինչը, բայց դա շատ հետաքրքիր է ստացվում, որովհետև հերիք չի այս պարագայում VF-ն է հետաքրքիր իր ֆորմատով, այլ նաև Վիգենն է հետաքրքիր։ Ինչով է հետաքրքիր, լինենք անկեղծ, Վիգենի արտաքինից սկսած, վերջացած իր մարմնի ամբողջական տատուներով ու թե ինքը ինչով է զբաղվում, այդ շատ հետաքրքիր է, բայց մարդիկ միշտ տեսել են Վիգենին, օրինակ կամերայի առջև ինչ-որ ինֆորմացիա փոխանցելուց։ Այս դեպքում մենք կուլիսներն ենք նաև ցույց տալի, ապահովում ենք մարդկանց հետաքրքրությունը, միևնույն ժամանակ մենք ուսուցման մասն ենք ապահովում բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ կնայեն մեզ։ Ինչու՞, որովհետև մենք ցույց ենք տալու, թե ոնց մտածեցինք, ցույց ենք տալու, թե ինչ գրեցինք, ինչ դժվարություն հաղթահարեցինք, ոնց հասանք Վիգենի մոտ նկարահանելուց ինչ դժվարությունների բախվեցինք։ Ու իրականում դժվարությունը ամենաշատ կայանում է այստեղ նրանում, որ մենք ունենք 10 քառակուսի մետր տարածք, մենք ունենք Վիգեն, մենք ունենք օծանելիքի պատրաստում, ու վсё։ Ու արդեն ընդհանուր առմամբ, եթե ամբողջությամբ հաշվեմ, մենք 3 տարի պլյուս, եթե ամբողջությամբ VF-ի բանը բրենդինգից սկսած, հա, որ մենք հաշվենք, 3 տարի եւ ավել մենք ոնց որ սպասարկում ենք իրենց։ Ու ոնց ենք անում, որ այսա դաժե լրանում է 4 տարի, ոնց ենք անում, որ չենք սպառվում։ Ու միշտ մնում ենք հետաքրքիր ու էջերը միշտ գնալով աճում ու էլի աճում։ Դե որովհետև մեր աշխատանքը դրանում է կայանում։ Մարքեթինգը ի՞նչն է։ Ապրես, հենց այդ է, բայց արի բացենք այդ չակերտները։ Հա, աշխատանքային։ Հա, արի ցույց տանք մարդկանց, արի ոնց որ իրենց հետաքրքրությունը փորձենք դրանով բավարարել, միևնույն ժամանակ ցույց տալով մեր հաճախորդներին։ Այս ամեն ինչը շատ կարևոր է։ Ու ես հիմա վերադառնամ շատ ծավալվեցինք, էլի, վերադառնամ Boon Newt-ին, ես առաջարկում եմ նմանատիպ կոնտենտ։ Okay, գնում ենք VF նկարելու։ Դուրս եկանք օֆիսից, վերցրեցինք կամերա, շտատիվ, լույս, չգիտեմ, ինչը որ վերցնում ենք, հա, նկարահանման համար, թիմով պետքա գնանք VF նկարելու։ Գնացինք, մեքենայի մեջ ենք, ինչ է կատարվում, զանգում են, տեխնիկական խնդիր է առաջացել, այսինչ բանն ենք մոռացել, թե ամեն ինչ օքեյ է, թույն, ամեն ինչ օքեյ է, գնացինք, հասանք Վիգենի մոտ։ Պետք չի, որ եթե ունես դու ինչ-որ խնդիր, որը եկել է քո հաճախորդից, ուրեմն всё, կարաս ասես, օքեյ, դե ինքը չէր բերել, ինքը չտվեց, ինքը չարեց, եւ այլն, պետք է շատ արագ գտնել լուծում ու առաջնորդվել։ Հիմա սենց բան եմ պատկերացնում։ Իսկ եթե այս ամեն ինչի
այս կետերը համախմբեն կպցնենք իրար, այսինքն հաջախորդ, սպասարկող կողմ մարքեթինգ, այդ ընթացիկ process-ը, live content-ը, այսինքն սկսենք reality show։ Այսինքն Մենք նկարենք են ինչ որ անում ենք առանց քո ասած այդ մոնտաժային կտրտումների, էֆեկտների եւ այլնի, առանց մշակումների, իհարկե գունային մշակումի մասին չի խոսքը, որ սիրուն լինի կադրը, ու ոնց որ ցույց տանք ամեն ինչն էս, ոնց որ կա։ Այսինքն ինչ որ հիմա լինում է, օրինակ չգիտեմ, մեր օֆիսի կամերաներից էլ ենք ինչ որ կադր հանում օրինակ, այս պահին live-ը հիմա մենք ինչի մասին ենք խոսում, ինքը reality show-ի պրինցիպով է ներկայացվում, այսինքն այս բան ինչ կա, մենք դա ցույց ենք տալիս ու ինքը լինում է օրինակ marketing reality show։ այդ անունն ես ասում, թե Marketing reality show by Ultra։ Ու ինքը կարա լինի ինչ որ էպիզոդի անուններով, օրինակ պրոյեկտների անուններով կամ ինչ որ էպիզոդի թվերով, օրինակ էպիզոդ 1 կամ էպիզոդ 1 ու օրինակ VF-ի հետ կապված ենք ներկայացնում կամ Barbershop-ի, Eduflect-ի, Elite-ի պրոյեկտի հետ կապված ու եւ այլն, այսինքն մեր բոլոր հաճախորդների պրոյեկտների հետ կապված ու ոչ միայն հաճախորդի, այլ նաեւ ընթացիկ օֆիսում քննարկումներ, ինչ որ սյոմկաներ, չէ՞ որ մենք Ultra-ի համար են կոնտենտ անում, ստեղծում, կայքի վրա ինք հիմա աշխատում, որը շուտով հոսթա լինելու։ Շոկ։ Ու ոնց որ այդպես ներկայացնենք։ Ու YouTube ֆորմատ կլինի։